Մերձավոր արևելքի խոհանոցում հաճախ են հանդիպում կերակրատեսակներ, որտեղ բանջարեղենը լցոնվում է բուսական մթերքով։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք բլխուրով եւ բանջարեղենով լցոնած պղպեղներ։ Սկսենք հենց պղպեղներից։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ մշակում ենք պղպեղները, ինչ ենք անում նրանց հետ։ Կափարիչներ ենք կտրում։ Հեռացնում ենք միջնապատերը և սերմերը։ Կտրում ենք նաև պտղակոթին կպած սերմերը։ Որից հետո պղպեղները ներսից յուղում ենք, ինձ հարկավոր է փոքր թափանցիկ թասիկ։ Յուղում ենք բուսայուղով։ Յուղելուց հետո համեմում ենք մառանիկ ընկերության աղով, խոռոչը, այսպես պղպեղի խոռոչը, համեմում ենք աղով և վերադարձնում ենք ետ ջեռոցի ամանի մեջ։ Մնացած պղպեղները նույն կերպ կմշակենք և կուղարկենք ջեռոց որոշակի ժամանակով։ Պղպեղները յուղում ենք նաև վրայից, այսպես։ Ջեռոցը կմիացնեմ 180 աստիճան և պղպեղները կեփեմ, մի փոքր պետք է փափկեն նրանք, որից հետո կլցոնենք։ Այժմ պատրաստենք լցոնը, այսինքն խճողական։ Սկսում ենք սոխից։ Սոխից տապակը դնենք արդեն կրակին, թող տաքանա։ Սոխը տապակելու ենք բուսայուղով։ Կվերցնեմ 2 միջին չափի գլուխ սոխ։ Կտրատում ենք մանր։ Սոխը անմիջապես
կհամեմեմ մառանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով նրբահամ դարձնելու նպատակով։ Տապակող սոխին կավելացնեմ գազար, 1 միջին գազար, կտրատում ենք մանր խորանարդիկների։ Թող տապակվեն, անցնենք մյուս մթերքին, դա նեխուրի ցողունն է, 1 ցողուն, սա էլ մանր կտրատում և ավելացնում ենք։ Կառաջարկեմ նաև պղպեղ, քաղցր և կծու։ Բոլոր բաղադրիչները կտրատում ենք մանր խորանարդիկների։ Ավելացնում ենք 50 գրամ մանր կտրատած չրեր, այստեղ սալոր է, խնձոր է, դեղց է, տանձ է։ Ավելացնում ենք արևածաղկի սերմ 50 գրամ, ավելացնեմ նաև նուշ, շատ մանր չենք կտրատում, ասենք ամեն նուշը 3 մասի։ Խճուակի մեջ կառաջարկեմ նաև կարտոֆիլ, 2 միջին կարտոֆիլ, սրանք էլ կտրատում ենք մանր խորանարդիկների և ավելացնում ենք տապակի մեջ։
Հերթը հասավ բլղուրին։ Վերցրել եմ Մարանի ընկերության բլղուր խոշոր։ Վերցնում ենք 1 բաժակ խոշոր բլղուր։ Հոսող ջրի տակ լվանում ենք։ Սառը ջրի։ Եվ լցնում ենք տապակվող մթերքի վրա։ Խառնելով մոտ 2 րոպե տապակում ենք, որպեսզի բլղուրը իր մեջ առնի առաջացած սոուսը, որից հետո կավելացնենք հեղուկ։ Չմոռանանք իհարկե պղպեղների մասին, նրանք բավականաչափ հապկել են, հանենք թող սառչեն, որպեսզի կարողանանք լցոնել։ Ջեռոցը չենք անջատում։ Ավելացնում ենք տապակի մեջ 1 բաժակ հավի արգանակ և 1 բաժակ կոկոսի կաթ։ Ծածկում ենք կափարիչով, մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև հեղուկը քաշվի, որից հետո կլցոնենք պղպեղները։ Պղպեղների կափարիչները վերցնում ենք, առաջացած հյութը մեզ պետք չի, թափում ենք և լցոնում։ Լցոնելուց հետո վերադարձնում ենք ետ կաղապարի մեջ, վրան շաղ ենք տալիս պարմեզան պանիր, մնացած պղպեղներն էլ կլցոնենք և կուղարկենք ջեռոց։ Ուղարկում ենք ջեռոց։ Կափարիչները կարող ենք դնել մատուցելիս։ Ուղարկում ենք 180 աստիճան տաք ջեռոց, ջերմաստիճանը բարձրացնում ենք 190 և թողնում ենք այնքան, մինչև վարդագունի, որից հետո կարող ենք մատուցել։ Բլղուրով և բանջարեղենով լցոնած պղպեղներ։ Բուլղարական պղպեղների գլխիկները կտրել, պահել որպես կափարիչ։ Պղպեղները ներսից պատել բուսայղով, համեմել աղով, դնել ջեռոցի ամանի մեջ, յուղել նաև վրայից, ուղարկել ջեռոց։ 180 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել այնքան, մինչև պղպեղները փափկեն։ Խճողակի համար բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել, համեմել շաքարավազով, աղով, սոդայով։ Ավելացնել մանր խորանարդիկների կտրատած գազար, նեխուրի ցողուն, քաղցր պղպեղ, կծու պղպեղ, մանր կտրատած ճիր, արևածաղկի սերմ, 3 մասի կտրած նուշ, մանր խորանարդիկների կտրատած կարտոֆիլ, թրջած խոշոր բլղուր, հավի արգանակ, կոկոսի կաթ, մարմանդ կրակի վրա եփել։ Պղպեղները լցոնել խճողակով, վրան քերած պարմեզան պանիր շաղ տալ, ետ ուղարկել ջեռոց։ 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել այնքան, մինչև պանիրը կարմրի։ Մատուցել կափարիչներով։ Եվ վերջում կառաջարկեմ մրգային աղցան, ֆենթազի։ Անվանումն է այդպիսի։ Տեղադրում ենք տախտակը և սկսում ենք առաջին բաղադրիչից։ Դա կիվին է։ Կտրում ենք ծայրերը,
կլպում ենք։ Կտրատում ենք խորանարդիկների։ Եվ լցնում հարմար ամանի մեջ։ Վերցրել եմ 2 կիվի։ Մինչ մյուս մրգին անցնել եմ, կառաջարկեմ նուշ բովել։ Վերցրել եմ 50 գրամ նուշ։ Մյուս միրգը տանձն եմ։ Կիսում ենք, հեռացնում ենք սերմնատուփը։ Կտրում ենք նույն կերպ։ Կարող եք կլպել, կարող եք չկլպել։ Վերցրել եմ 1 տանձ։ Կօգտագործենք աղցանի մեջ թարմ նանա։ 1, 2, 3, 4 ճուղ։ Նանա ենք վերցնում, պոկում ենք տերևները, օգտագործել ենք տերևները, ցողունները շատ հաստ են։ Շերտատում ենք և լցնում մրգերի վրա։ Մնաց պատրաստել սոուսը և նուշը բովելուց հետո արդեն պատրաստ է նուշը։ Լցնում ենք նարիջի ամանի մեջ։ Թեթևակի ջարդում ենք, ալյուրի չենք վերածում։ Պատրաստենք սոուսը, սոուսի համար կվերցնենք կես կիտրոնի հյութ, մեկ թեյ գթալ մեղր, համերը խորացնելու համար 1 պտղունց աղ ավելացնեմ։ Ավելացնում ենք 3 ճաշի գթալ մածուն։ Հենց մեղրը հալվեց, լցնում ենք թերքների վրա, տակնու վրա ենք անում, թողնենք 15 րոպե սառնանում, որից հետո կմատուցենք։ Մատուցելիս կարելի է զարդարել նանայի տերևներով։ Մրգային աղցան ֆենթեզի։ Թասի մեջ լցնել խորանարդիկների կտրատած կիվի, տանձ, նանայի շերտատած տերևներ, բոված կտրատած նուշ։ Սոուսի համար ամանի մեջ լցնել կիտրոնի հյութ, մեղր, աղ, մածուն, խառնել։ Սոուսը լցնել աղցանի բաղադրիչների վրա, տակնու վրա անել, 15 րոպե թողնել սառնանում։ Մատուցելիս զարդարել նանայի տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի ոսկորոտ միս, կարտոֆիլ, բազուկ, գազար, լոլիկ
եւ ընտրյալ հատիկ համի գախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։